Ես ուզում եմ հատուկ շեշտադրել, որ ձեր գործունեության ուշագրավ ուղղություն է արտերկրում ապրող հայերին օգնելը։ Գիտեմ, որ անչափ կարևոր է նրանց օգնելը ձեզ համար։ Կպատմեք ինչ հարցերով, ինչ իրավաբանական խնդիրներով, ընդհանրապես ինչ հարցերով են դիմում ձեզ եւ արդյոք ձեզ համար հեշտ է տարբեր մշակույթներում ապրող հայերին օգնելը, հայերի հետ աշխատելը։ Աշխարհում ապրող հայերին օգնելու գաղափարը դեռևս 2006-7 թվականներին իմ մոտ կար, ես մտածում էի ինչու մենք չենք կարողանում օգտագործել այդ մեծ ռեսուրսը, որ աշխարհում կա, եւ իրավաբանական գիտական ամսագրերում նույնիսկ 4-5 հոդված հրապարակեցի հայկական աշխարհի կառավարման, հայկական ուժերը միավորելու, հայկական ընդհանուր շահեր եւ խնդիրներ լուծելու մեխանիզմներ առաջարկեցի, նույնիսկ մենք ներկայացրեցինք համահայկական սահմանադրություն, համահայկական պարլամենտ, համահայկական բանկ հիմնադրման անհրաժեշտությունը, կառավարությունը այդ տարիներին, քանի որ աշխատում էի կառավարությունում, նույնիսկ այդ գաղափարները ես ներկայացրեցի վարչապետին, ներկայացրեցի նաև կառավարության աշխատակազմի ղեկավարին, Սփյուռքի նախարարին, քննարկվեց, բայց չգիտես ինչի գործնական քայլեր չեղան։ Միգուցե գաղափարը շատ մեծ էր, շատ ընդգրկուն էր եւ մարդիկ չպատկերացրեցին դրա իրագործման իրական հնարավոր լինելը,